Գիտեք, ես իհարկե ճիշտ ասած, ես անցյալ անգամ ձեզ ասեցի, ես կարող եմ կրկնել, որ ես ուզում եի եւ պատրաստվում եի մասնակցել այս խորհրդական ընտրություններին, բայց խնդիրներ առաջացան։ Ինչու ես ուզում մասնակցել, անցյալ անգամ էլ ասեցի, գիտեք, շատերը դա ինչ-որ այլ ձևով են ընդունում, դա իրանց խնդիրներն է, ինձ չի անհանգստացում դրանպես, որտեվ ես զգացի, որ ունեմ այն հնարավորությունները, որ կարող եմ իմ երկրին օգնել, զարգացնել, նոր ոչ ստանդարտ մոտեցումներով էվոլյուցիոն առաջ տանել մեր երկիրը, որ ամեն մի մարդ, պարզ մարդ իր վրա զգա ամեն ամիս փոփոխությունները, որ տեսնի, նկատելի լինի, ոչ թե խոսքերով, այլ իրական գործերով։ Ես գալով այդ ամեն ինչը, իհարկե պատրաստվում էի մասնակցել։ Ցավոք սրտի, դա անցյալ տարի նոյեմբերին առաջ անգամ ես այդ մասին ասեցի, խնդիրներ առաջացան, ես բավականին երկար բացակայեցի, մոտ 7 ամիս, հիմա էլ կան ամեն ինչ նորմալ է, հիմա էլ կան մի քիչ խնդիրներ անձնական, ես պետք է այլի էտապներ կան, որ պետք է բացակայեմ, այստեղ չլնեմ, այ ցավոք սրտի ես հիմա մեկնելու եմ, երևի կվերադառնամ մարտ ամսին, մարտի կեսերին, որտեղ լինելու եմ արտասահմանում, ես որոշում եմ կայացրել չմասնակցել ընտրություններին, բայց իմ բացակայությունը այնպիսին է, որ այն խնդիրներով, որ ես զբաղվում եմ, ինչ որ ես այսօր ասեցի, դա մեր ծրագրերն են Հայաստանում եւ ասենք Ռուսաստանում, թեպետ աշխարհում մենք բոլորը կատարվելու են։ Մեր մրցույթները, մեր շարունակելու ենք մեր կապերը, շարունակելու ենք մեր շարժումը, շարունակելու ենք տնտեսական զարգացումը, ակտիվացնելու ենք մեր Եվրասիական տնտեսական ֆորումը, մեր կազմկոմիտեն մոտ 30 մարդ նստած աշխատում է, այսօր մենք բոլոր մասնաճյուղերը բացել ենք 5 երկրներում, նստած մարդիկ աշխատում են, այդ բոլորը աշխատելու են, ես լինելու եմ արտասահմանում, ես աշխատելու եմ արտասահմանից, այնպես որ իսկ ընտրությունների մասին ես ձեզ ասեմ, որ այդ հարցը չի ուզենալի շատ երկար խոսել, ես չեմ մասնակցելու, առայժմս եթե այդ հնարավորությունները չունեմ, չի ուզի բարդացնել։ Գիտեք, ես օգնելու եմ Հայաստանին, Հայաստանի Հանրապետությանը, հայ ժողովրդին, օգնել եմ, օգնելու եմ և դա միշտ անելու եմ։